Բաղրամյանի կանաչապատ հողատարածքները օրեցօր ավելանում են։ Արդյունավետ կառավարվող ոռոգման ջուրը Մշակովի հողատարածքները ավելացնելու կարևոր պայման է, իսկ այստեղ մեծ տեղ են գրավում կաթիլային ոռոգմամբ ինտենսիվ այգիները։ 10,100 հեկտարը տարբեր կուլտուրաներ են, մշակաբույսեր են, այտենց ասեմ, բայց այդ 10,100 հեկտարից արդեն 5,150 հեկտարը ինտենսիվ այգիներ են։ 5,150 հեկտարին 46 ջրամբարում 2,150,000 խորանարդ մետր կարում ենք փաստացի կուտակենք։ Դա դրանով է լավ, որ խոր աշնանը արդեն ջրամբարները լիքը լցնում ենք, ջրի պահանջարկ այդ 5,150 հեկտարի վրա չի լինում։ Ջրամբարների կառուցմամբ եւ նոր հաշվիչների տեղադրմամբ լուծվել է գերնորմատիվային հողատարածքներում անկորուս ջուր ունենալու եւ խնայողաբար օգտագործելու խնդիրը, նշում է Շենիկ Ջոյի փոխտնօրենը իրացման գծով։ Արտակ Պետրոսյանը հույս ունի, որ նման ջրաչափեր կտեղադրվեն շատ տեղերում, ինչպես այստեղ ագրոարվեստի հողատարածքում։ Ինքը ուլտրաձայնային ջրաչափ է։ Հիմա այս պահի դրությամբ փաստացի 94 լիտր ջուր է գնում։ Ինքը արևային է աշխատում, 24 ժամ ինքը ջուրը լրիվ ֆիքսում է։ Այսի մեր ջրաչափն է, որը որ կառավարում ենք շատ լավ։ Ուզում ենք սաղ տեղերն սրանցից լինի։ Շենիկ ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում ոռոգման ջրի մակարդակի վերահսկման ջրաչափական ճշգրիտ աշխատանքներ են կատարվում ջրարի աշխատակիցների հետ համատեղ։ 0,79 0,79 բազմապատկած 0,9-ով 0,9-ով Ջրարեի գավ, ջրաչափական աշխատանքներ արեց, թե գեյով ինչքան ջուր է այդում։ Եվ այդ ջուրը մենք իրանցից վերցնում ենք, տալում ենք ջրօգտագործողին։ Մենք մեր գործը անում ենք, ոնց որ պետք է։ Երբ ասում են, մենք ջուրը հասցնում ենք իրանց։ Արտամետի ենթատեղամասի պետ Վահրամ Եղիազարյանը ջրի սեզոնը հաջող է համարում։ Աշխատատեղերի կարիքն էլ այգիներում ավելացել է։ Հեկտարներ ավելացավ, 7-ից 800 հեկտար ամայր ավելացավ։ Աշխատատեղ բացվավ ժողովրդին։ Ամենակարևոր որ շատ է եթում են դուրսը աշխատելու, իմ աղաքել մարդիկ մնացել են ստե են աշխատում։ Այն կարգիա հողերը շատացել, որ բանվորական ուժը պագասել է, իրոք պագասել է, մարդիկ բերքահավաքի ժամանակ բանվորի խիստ կարիք ունեն։ Վաղահաս Ծիրանի, Կերասի եւ Դեղցի տարբեր տեսականիով Արսեն Սարգսյանի այգիները նորագույն բարձր տեխնոլոգիական լուծումներով թույլ է տալիս արդյունավետ կառավարել անծայրածիր տնտեսության աշխատանքները։ Այգին հիմնելուց առաջ մի հատ ուսումնասիրում ենք ջրային պաշարները, ջրային պաշարները ուսումնասիրել ենք, Շենիկ Ջոյի հետ համագործակցել ենք, պայմանագիրը կնքել ենք, գոհ ենք, շնորհակալ ենք, ջուրը խոստացված ձևով մատակարարվում է, ոչ մի խնդիր չունենք, ջրամբարը լիքն է, ջրում ենք, լցնում ենք, ու ասեմ մենք ջրի հանդեպ այնքան հոգատար ենք, որ ստեղծել ենք այս պայմաններ, որ ֆիլտրացիոն համակարգից կեղտած ջրերը, որոնք որ դուրս են գալիս, մենք դա էլ դուրս ունենք մի հատ փոքրիկ պատրաստած ջրամբար, որ ջուրը գնում դեղ, հետո դից ֆիլտրացվում, նորից հետ մղում ենք ջրամբար։ Այսինքն մենք նենց ենք արել, որ մի կաթիլ ջուր մենք կորուստ չունենք, մենք կորուստ ունենք այն ջուրը, որը որ գոլորշանում է։ Մնացած ջուրը մենք բոլորը նորից ֆիլտրացնում օգտագործում ենք։ Շուրջ 11 գյուղ սպասարկող Շենիկ ջրօգտագործողների ընկերությունը Սամվել Սարգսյանի ղեկավարությամբ արդյունավետ աշխատանքներ է կատարում 15 տեղամասերում ջրի պահանջարկը բավարարելու եւ ագրոտնտեսական մեծ նշանակություն ունեցող Բաղրամյանի տարածքում իրականացվող ծրագրերը խթանելու նպատակով։